Norquis Batista, Juan Pablo Nava, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Իսկ հիմա ինչ ենք անելու։ Ինչպես է, ինչ ենք անելու Վիոլետա։ Մեր ընտանիքն ենք ստեղծելու։ Հարկավոր է խոսել մեր ընտանիքների հետ։ Վախենում եմ, որ քո ընտանիքը դեմ լինի մեր միությանը։ Ոչ, մի վախեցիր։ Մի վախեցիր։ Մենք շատ ենք պայքարել այս սիրո համար։ Ոչ ոք չի խորտակի այն։ Ինչ անեմ, որ այսուհետ խիղճս ինձ չտանջի։ Ոչինչ Վիոլետա։ Երկուսս էլ շատ բան ենք արել այս սիրուն արժանանալու համար։ Ես միշտ անկեղծ եմ եղել քեզ հետ, նույն կերպ էլ դու ես ինձ հետ վարվել։ Ճիշտն ասած չգիտեմ, երբեմն մտածում եմ, որ մենք սխալ ենք վարվում ու դա ինձ վախեցնում է։ Ինձ նայր։ Իմ աչքերը պետք է որ ասեն քեզ, թե որքան զորեղ է այն սերը, որ նվիրում եմ քեզ Վիոլետա։ Մի վախեցիր։ Ես չեմ վախենում քեզ հետ ապագա կերտել։ Հիշում ես երազս։ Քեզ պատմել եմ, որ երազումս քեզ եք տեսել։ Ինչպես կարող եմ դա մոռանալ։ Դա ամենամեծ հույսն էր, որ ներշնչել է իր ինձ։ Այդ ժամանակ ես հասկացա, որ դու ես իմ ճակատագիրը։ Քեզ հետ ընտանիք երեխա ունենալը։ Երեխա ունենալու այդ զգացումը շատ էր հուզել ինձ։ Հայրական սերը անծանոթ էր ինձ, բայց ես զգացի, որ դա շատ գեղեցիկ զգացում է։ Ես քեզ շատ մանուկներ կպարգևեմ։ Իսկ գիտես, թե որն է ամենահուզիչը։ Ոչ։ Որ այդ մանուկը մերն է, ու որի պատճառով էլ քո կողքին եմ Վիոլետա։ Ես ուզում եմ ամուսնալ քեզ հետ։ Հակուստով յարկ աղջիկների համար է։ Որը։ Ես կտանեմ, Լավ։ որովհետև Էմիլիան մտքերով է տարվել։ Վերցրու սա, այսեղ շորեր են, զգուշ ծանր է։ Ողջույն։ Ողջույն, այս ամենը մեզ համար է։ Իհարկե, դեռ չես տեսել։ Ու գիտես ինչու ենք դրանք ձեզ համար բերել, որովհետև դուք հրաշք եք։ Վերցրու սա ընկերս։ Իսկ ես։ Դու էլ։ Իսկ մենք։ Բոլորդ էլ հրաշքներ եք։ Իսկ Մակոն։ Ոչ, նա այնց տեղեկություն չունենք։ Լավ, ուզում եմ որ այս թղթի հետ կապված բոլոր վերլուծությունները անեք։ Ինչպիսի ամսագիր է, ինչ տեսակի թուղթ է։ Մի խոսքով ամեն ինչ, բացի մատնահետքերից, որովհետև ընտանիքում ով ասես ձեռք է տվել դրան։ Սա վանականի կողմից ուղարկած վերջին հաղորդագրությունն է։ Այո, մենք պետք է շատ լավ ուսումնասիրենք այն։ Մակոն ու Գրեգորիան հազիվ են փրկվել։ Իսկ հիմա ով է լինել նրա հաջորդ զոհը։ Վանականը ինձ է սպառնացել։ Աուրելի ուրախ եմ, որ գտա քեզ։ Օվիդիոն ինձ զանգեց ու ասաց, որ շատ շուտով կբռնի բանականին։ Տեսնում ես, նա իր զոհերի վրա թիկունքից է հարձակվում։ Հետո բռնում է պարանոցը ու ճանկերը մեջը մխրճում։ Հարվածը պիտի շատ դիպուկ լինի, որպեսի որսդ տեղն ու տեղը մեռնի։ Տեսեք, պարոն, արդեն ստացվում է։ Հակառակը չեք կարող ասել։ Ամենայն դեպս ճանկերը չեն ընկնում։ Ձեզ ինչ եղավ, պարոն։ Քեզ կխոստովանեմ, Պադիլա, որովհետև ուրիշ ոչ ոքի հետ չեմ կարող կիսվել։ Կյանքումս առաջին անգամ սիրահարվել եմ ու չեմ կարողանում մտքիցս հանել այդ կնոջը։ No dejo de pensar en esa mujer.
Պարոն, եթե սիրում եք նրան, ինչու եք ուզում սպանել։ Միամիտ մի եղիր Պադիլա։ Խոսքս Անաստասիայի մասին չէ։ Ես ատում եմ նրան։ Ես ուրիշ կնոջ եմ սիրում, նա շատ տարբեր է Անաստասիայից։ Պարոն, բայց դա նույնպես անհասկանալի է ինձ համար։ Բաժանվեք նրանից ու ձեր սիրած կնոջ հետ ամուսնացեք։ Խնդրում եմ, Պադիլա, եթե պապիկս իմանա, որ Անաստասիան ողջ է, նա ինձ կստիպի, որ շարունակեմ նրա հետ լինել, իսկ այդ դեպքում ես չեմ կարող իմ սիրած կնոջ կողքին լինել։ Հենց դրա համար եմ ուզում սպանել Անաստասիային։ Լսիր, բավական է խենթություններ անես Օվիդիոյի մոտ, վանականը նա չէ։ Դա միայն քո ենթադրությունն է։ Ես ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ։ Իսկ եթե Օվիդիոն չէ վանականը, մտածիր այդ մասին ու շատ զգույշ եղիր կարծիքդ հայտնելիս։ Չի կարելի նման բանը բարձրաձայն հայտնել քույրիկս, դրանով դու նրանց գործն ավելի կհեշտացնես։ Իսկ հիմա ինչ անեմ։ Ոչինչ։ Մենք կշարունակենք մեր ներկայացումը, եղավ։ Մի օր ես քեզ կփոխարինեմ, մյուս օրը դու Ալեքսին կփոխարինես, ու այդպես կշարունակենք այնքան մինչև որ խելագարության կհասցնենք նրանց, ու ոչ ոք չի հասկանա թե ով է։ Եղավ։ Իսկ որտեղ է մեր սենյակը։ Սենյակը վերջում է։ Այն, որ Անաստասիայի սենյակն էր։ Ես այնտեղ կգնամ, լավ, ներեցեք։ Լսիր, հիշեցնում եմ քեզ, որ դու Գոյիտայի հետ նույն անկողնում չես քնի։ Սպասեք ասեմ, ես ընդհանրապես կձևացնեմ, լավ։ Համենայնիվ բաց թողեք ցավում է։ Մի անհանգստացեք, երբ նա քնի, ես ինքս դուրս կգամ, լավ։ Ես միայն ուզում եմ պաշտպանել նրան, որովհետև այդ տանը շատ վտանգավոր է նրա համար, այնտեղ մեծ ողբերգություն է սպասվում շուտով։ Սանտիագո ինչ պատահեց։ Աչքդ ծովից չես կտրում։ Տերին։ Կինը, որ հիմա իմ կողքին է, Վիոլետա Սիլվան։ Նա այն կինն է, ում հետ ուզում եմ ողջ կյանքս կիսել։ Սիրել, հարգել ու փայփայել։ Քեզ ինչ եղավ, Սանտիագո, խելքդ թրծրեցիր։ Ահա եւ նա տերին։ Հիսուս Քրիստոս։ Թույլ մի տուր։ Որ մեզ հետ վատ բան պատահի։ Արի այստեղ։ Ահա նա տերին։ Նա է ընկինում սիրում եմ։ Եվ աղաչում եմ քեզ, օրհնիր մեր սերը։ Սանտիագո, ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել, ինչպես որ հիմա եմ։ Վիոլետա, դու ընդունում ես ինձ որպես քո կյանքի տղամարդ և խոստանում ես սիրել, հարգել ու փայփայել մինչև որ մահը կբաժանի մեզ։ Ինչ եղավ քեզ, Վիոլետա։ Միթե Վիոլետան չի անհետացել։ Ոչ, ես ամեն ինչ արեցի, որ նա չհանդիպի այդ կնոջը, բայց քույր Բերտան նրան ասաց տեղը, ու հիմա որդիդ ոսկի սարեր է խոստանում այդ կնոջը, նույնիսկ որոշել է ամուսնանալ այդ փողոցայինի հետ։ Ինչ է, Սանտիագոյի գլխում ուղեղ չկա, թե ուղեղի տեղը փոշու պարկ է։ Չի կարող պատահել Թեոբալդո, մենք նման բան չենք կարող թույլ տալ, Սանտիագոն չի կարող անբարոյականի հետ ամուսնանալ։ Ես վախենում եմ, որ սա հավերժ չի տևի, հասկանում ես, որովհետև ես այս հրաշքին արժանի չեմ։ Բայց Տերն օրհնել է այս սերը, իսկ նա ստեղծածը ոչ ոք չի կարող խորտակել։ Ախր ես չեմ ուզում, որ հանկարծակի ոգևորություն լինի, իսկ հետո ամեն ինչ անցնի գնա։ Ես չեմ կարող ասել, որ մեր համատեղ կյանքում ոչ մի խնդիր չի լինի։ Բայց թե դրանք Տիրոջ առաջ կարգավորենք, կարողանանք երջանիկ ապրել։ Դե ինչ, Վիոլետա, ընդունում ես ինձ։ Ասա, ընդունում ես։
Իհարկե։ Se hace pequeño el calendario cuando tú estás y este calor rompe el invierno de mi cuarto se vuelve eterno cada abrazo no hay vuelta atrás Վերցրու։ Լեարի վազիր։ Ինչ պատահեց Էմիլիա։ Նորից այդ նշանը։ Երևի տապից է, շատ է քոր գալիս։ Ինչ են նրանք ասում, մեզ են մատնացույց անում, ես վախենում եմ։ Ինձ միայն սա էր պակասում, հիմա էլ պիտի սրանց ուշադրության կենտրոնում լինեմ, Երանի կարողանայի ազատվել այս նշանից։ Tu cariño la sacaron. Rabia se viene proyecto que senat. Ինչ է պատար Կլեմենտինը։ Չգիտեմ, այդ մարդը մատնացույց արեց մեզ, ինձ թվում է պատճառը խաչի նշանն է։ Նրանք ասում են, որ շամանը դրա բուժման ձևը գիտի։ Ասում են նա կարող է քո միջից հանել այն բոլոր չար հոգիներին։ Իսկապես, ուրեմն նա կարող է բուժել ինձ։ Էմիլիա, պետք չէ նման բաների հավատալ։ Կլեմենտին ախր դու չգիտես, թե ինչի միջով եմ ես անցել։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես կբուժի ու ինչ կանի, միայն թե ազատվեմ այս անիծյալ նշանից։ Եթե պետք լինի, մենակ էլ կգնամ նրա մոտ։ Ոչ, ինչ պատահեց, քեզ ինչ եղավ։ Մենք այստեղ միասին ենք եկել, ու միասին էլ կգնանք։ Ինչ կավալեսելոս, բարի օր բոլորին։ Երեցեք որ ուշացա։ Ուղղակի ավելի շուտ չէի կարող գալ։ Ինչ է պատահել, ասեք տեսնեմ։ Օվիդիոն ասաց, որ շատ շուտով կբռնի բանականին։ Իսկ մենք կարող ենք հետևել նրա քայլերին ու տեսնել, թե ինչպես է դա անում։ Լավ, մենք պետք է գնանք Աուրելիո։ Գնանք Լազարո։ Ինչ է եղել։ Ճիշտ էր ասում այդ ընկերը։ Չգիտեմ, Օվիդիոն զանգել է Կուբիլանին ու ասել, որ ինքը շատ շուտով կբռնի բանականին։ Վիտազակ տարօրինակ է թվում։ Ինչպես է հնարավոր ոչ։ Ես էլ եմ այդպես կարծում։ Այդ մարդուն չի կարելի հավատալ։ Ես գոյտային ուրիշ տեղ տարա։ Նա հիմա ավելի ապահով վայրում է։ Որտեղ է նա։ Լսիր։ Ինձ ելևս չես վստահում ինչ է։ Ես մյուսների նման չեմ։ Հանգստացիր։ Աղջկային Դեմետրիայի տուն եմ տարել։ Այնտեղ շատ ավելի ապահով է։ Հանգստացիր։ Ասա տեսնեմ Գոյիտա, այստեղ ինչ գործ ունես։ Ես ու Մակոն հիմա այստեղ ենք ապրում։ Ինչ։ Սիրելիս ուրախ եմ, որ եկար այդ երկուսն ինչ որ տարօրինակ բաներ են պատմում։ Ուզում եմ Յոլանդայի մոտ գնալու խնդրել, որ ինձ ամեն ինչ բացատրի։ Իսկ դու Գոյիտայի հետ մնա, ես ձեր տուն կգնամ ու շատ շուտ կվերադառնամ, լավ։ Հանգիստ եղիր կնքամայր, կարող ես գնալ, ես կմնամ, ես ու Գրեգորյան տան գործերով կզբաղվենք։ Եղավ, առայժմ Գոյիտա։ Առայժմ Դեմետրիա։ Խեղճ Դեմետրիա, նա ոչինչ չի հասկանում։ Քանի անգամ նրան ասեմ, որ ես ու Մակոն պատրաստվում ենք ամուսնանալ։ Մենք որոշ ժամանակ պետք է այստեղ ապրենք։ Սա էլ մեր միամիտ Գոյիտան։ Լսիր Գոյիտա։ Իսկ քո եւ Մակոյի միջև ինչ որ բան եղել է։ Ոչ, չի եղել։ Իսկ ինչպես են դա անում։ Կսովորեցնես ինձ, չէ։ Զսպիր քեզ Անաստասիա, բերանը չբացես։ Գոյիտա, լսիր, այստեղ շատ ամսագրեր կան, որոնց մեջ շատ գեղեցիկ աղջիկներ կան, ինչու ավելի լավ չես։ Թեման մի փոխիր, բացատրիր, թե ինչպես են այդպիսի բաներ անում։ Դե ասա, բացատրիր ինձ։
Դե ասա, ախր դու իմ միակ ընկերուհին ես, Պիան այստեղ չէ։ Ես քեզ վստահում եմ, որովհետև գիտեմ, որ դու անկեղծ կլինես ինձ հետ։ Դե լավ, շատ լավ, հիմա կասեմ։ Նախ առաջին պայմանը նախ պետք է սիրես, պետք է շատ սիրահարված լինես։ Այո, ես շատ եմ սիրում Մակոին, այնքան եմ սիրում նրան, որ ամեն անգամ նրան տեսնելիս կարծես շնչահեղձ եմ լինում ու շփոթվում եմ, սկսում եմ հիմար բաներ դուրս տալ։ Ու այնքան շատ ես սիրում, որ եթե նորից ծնվեիր, նորից նրան կսիրեիր։ Այո, Իսկ երբ տխուր ես ու հանկարծ նրա ձայնն ես լսում, աշխարհով մեկ ես լինում։ այո, Իսկ երբ նա քեզանից հեռու է, շատ հեռու է, դու նրան քեզ մոտիկ ես զգում։ այո, Ուրեմն բարի գալուս սիրահարվածների ակումբ։ դու էլ ես Աուրելիոյի հանդեպ նույն բանը զգում, չէ։ Այո, ես էլ եմ նույն բանը զգում։ Զգում եմ։ Ես խանձահոտ եմ զգում։ Ախ, Գոյիտա, կնքամայրս կսպանի ինձ։ Ես իրոք հասկանում եմ քեզ, Մակո։ Եթե ես էլ կարողանայի նույն բանն անել, ես էլ Ալեքսանդրային կտանեի այդ տնից, կհեռացնեի այդ վանականից։ Ընկերս, որքան հեռու փախչես այդ տնից, այդքան ավելի լավ ձեզ համար։ Ես շատ եմ անհանգստանում։ Վախենում եմ, որ Օվիդիոն մի բան կանի Ալեքսանդրայի հետ։ Երեն Անաստասիան այդ դռան ներս մտնի ու ասի, թե ով է վանականը, ու մենք վերջապես բռնենք նրան։ Բայց դա ակնհայտ է, չէ՞ որ Օվիդիոն է վանականը։ Այդպես մի ասա։ Այն ժամանակ էլ մտածում ենք, թե Մատեոն է, բայց տես, որ խեղճի հիմա հիվանդանոցում ես վանական ազատության մեջ է։ Ամենայն դեպս մեր կասկածները վերացան, չէ։ Լավ, արդեն հաստատ գիտենք, որ վանականը Մատեոն չէ։ Հիմա արի այս գրության վրա կենտրոնանանք։ Սրա վրա կարող է թուղթ լինել։ Եթե անբժշկական քննություն տանենք, իմացիր, որ վանականի անուն ազգանունը պատրաստ է։ Կարող ես այս գիշեր այստեղ մնալ։ Ոչ, դա մեր պլանների մեջ չի մտնում։ Ես բոլոր հոգիներին կկանչեմ, որպեսզի բուժեն քեզ։ Էմիլիա, մենք պետք է այսօր վերադառնանք։ Քո մարմնի մեջ պիտի մահացածի հոգի մտնի, որպեսզի բուժվես։ Ինչ մահացածի հոգի, ոչ, ավելի լավ է գնանք այստեղից, Էմիլիա, արի գնանք։ Ոչ, քույրիկս, դու պետք է օգնես ինձ, ես ուզում եմ փորձել։ Միգուցե սրանով վերջանան իմ մղձավանջները, որոնք խելագարության են հասցնում ինձ։ Լավ, դուք էլ մի բան ասեք, որովհետև հեշտ չի ամբողջ գիշեր այստեղ մնալ։ Լսեք, ես վախենում եմ, բայց այդ մարդը շատ վստահ է խոսում իր անելիքների մասին։ Կարծում եմ, կարող ենք նրան հնարավորություն տալ։ Ինչ ես կարծում, Նիկոլաս։ Կարծում եմ իրավացի ես։ Կարակ ասում շաման որտեղից գտնենք Էմիլիայի համար։ Հա, եղբայր։ Մենք այստեղ ենք եկել մեր ընկերուհուն օգնելու համար։ Ուրեմն մինչև վերջ պետք է այստեղ մնանք։ Ես մնում եմ։ Դե բոլորս միասին։ Սա ավելի հրաշալի էր, քան այն, որ տեսել էի երազումս։ Դու նման երազ ես տեսել։ Միշտ։ Ես միշտ երազել եմ քոնը լինել։ Դու ինձ այս աշխարհի ամենաերջանիկ կինը դարձրեցիր։ Ոչ թե աշխարհի, այլ տիեզերքի։ Սխալվում ես։ Այս աշխարհի ամենաերջանիկ մարդը ես եմ։ Իսկ երկրորդը դու։ Լավ, կարծում եմ լավ կլինի գնանք։ Արի։ Շնորհակալ եմ քեզ, որ ինձ զգացնել տվեցիր, որ ես այս մոլորակի ամենասիրված տղամարդն եմ։ Լսիր, արի, չգիտեմ, մի յուրահատուկ հուշ թողնենք այս վայրում, ինչ որ մի նշում։ Վաղուց եմ երազել նման բան անել, երբ դեռ փոքրիկ աղջիկ էի,
Բայց երբեք դա ինձ չի հաջողվել։ Դե լավ։ Պետք չէ արդարանալ։ Ինձ դուր է գալիս եւ դուք ես փոքրիկ աղջիկա պես ես պահում։ Մատանին ինձ դուր։ Մատանիս։ Այո, մատանիդ։ Մենք այս վայրը որպես մեր սիրո բույն կհիշատակենք։ Չեմ հասկանում, ինչ ես պատրաստվում անել։ Այսուհետև մենք հավերժ կսիրենք իրար։ Ով ոչինչ կամ ոչ ոք այս աշխարհում չի բաժանի մեզ։ Ես կսիրեմ քեզ մինչև կյանքիս վերջ։ Ու դրանից էլ ավելին։ Տեսնենք։ Tú llegaste así, sin avisar, con tus risas cortas mi debilidad, manos que se rozan en el sofá. Dices que te vas, te quedas más. ¿Y cómo explico lo que siento? Se me enreda hasta el aliento cada vez que tú te acercas. Todo el mundo se despeja. Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace pequeño el calendario cuando tú estás. Գոյիտա, ինչի մասին էինք խոսում, ինչ էի ասում քեզ։ Այո, երբ սիրահարված ես լինում, բոլորը նկատում են քո ուրախությունը, ասում են, որ սերն ամենաթանկ բանն է։ Այո, սկզբում հուսահատվում ես, չգիտես ինչ անել, բայց դա անցողիկ է, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, ամեն ինչ այնքան հիանալի ու հեշտ է թվում, երբ սիրահարված ես լինում։ Ողջույն։ Այս երկուսը կարծես թե մեզ այնց են բան ասում, որովհետև երբ ներս մտանք լռեցին, այստեղ ինչ պայմանավորվածություն կա։ Ասում են, երբ երկու կանայք միասին են, գլխի ճարը պետք է տեսնես։ Դե այո, մենք էլ սուրբ չենք, տեսնում եք չէ, մենք սովորական մահկանացուներ ենք, առանց թևերի, այնպես չէ։ Մենք սիրահարված կանանցից էինք խոսում, որովհետև եւ ես եւ Ալեքսանդրան սիրահարված ենք։ Նա ասաց, թող ասեմ, ասաց, որ երբ իր կողքին չես, նա ահա որ տխրում է, իսկ երբ իր կողքին ես, նա շատ է ուրախանում։ Նա նաեւ ասում է, որ թե նորից ծնվեր, նորից քեզ կսիրեր։ Լավ, Գոյիտա, բավական է կատակես, վերջ տուր։ Այլևս մի խոսիր, թե չէ նա լուրջ կընդունի։ Ավելի լավ է, քո պատմությունը պատմիր։ Դե հիմա ասա, ով է խելագարվում Մակոյի համար։ Դու, իհարկե դու։ Ով է երազում նրա փոքրիկ մորուքը տեսնել։ Ով է շնչահեղձ լինում, երբ տեսնում է այս մորուքավորին։ Դու, հենց դու։ Բայց ինչպես թե Յոլանդան եկեղեցի է գնացել, շատ տարօրինակ է։ Որովհետև նա ինձ չի ասել, որ դուրս է գնալու։ Բայց ես անպայման պետք է խոսեմ Յոլանդայի հետ, Մակոն անակնկալի բերեց ինձ։ Դե լավ, Կլաուդիա, լավ, ասա ինչ է պատահել։ Կատալինա, աղջիկս, այստեղ ինչ ես անում։ Ոչ, իսկ դու այստեղ ինչ գործ ունես կնքամար։ Բան է պատահել, Ալեքսանդրան քեզ այցելության գնաց, իսկ ես էլ եկա որպեսի հոգ տանեմ, աղջկա մասին ինչ է եղել։ Ես Յոլանդայի մոտ եմ եկել, դու նրան տեսել ես, նա տանն է։ Ոչ, ճիշտն ասած, նրան չեմ տեսել կնքամայր։ Լավ, հիմա պետք է փոքրիկ ինքը նեցնեմ, որովհետև արդեն հոգնել է։ Այդպես է, Կլաուդիա։ Ասա, փոքրիկս։ Այո, առայժմ կնքամայր, կտեսնվենք։
Իսկ Էմիլիան որտեղ է նա։ Էմիլիա, որտեղ ես։ Հանգստացիր, գուցե շամանի հետ զբոսնելու է գնացել։ Ոչ, շամանն այնտեղ է։ Ախ, Աստված իմ։ Ինչ է պատահել։ Ոչինչ, Էմիլիան անհետացել է։ Մենք նրա տեղը չգիտենք, ստիպված էինք այստեղ մնալ, դրա համար էր աչքաթող արեցինք նրան։ Ուրեմն եկեք փնտրենք նրան։ Քան դեռ չի մոլորվել։ Գնացինք։ Հնարավոր է, որ մահացած կինը նրա ետևից է եկել։ Հանգստացեք։ Հանգիստ եղեք։ Նա իր ոտքով կգա։ Ախ, Աստված իմ, հաստատ նորից այդ պարավ Հելենան է եկել։ Ավելի լավ է փնտրենք նրան, գնանք ընկերներ։ Ես այս ամեն ինչ չեմ հավատում։ Ինչ ես արել քրոջս Էմիլիային։ Մի խանգարիր նրան։ Ես էլ եմ եղել դրայի նման մտածում։ Ավելի լավ է փնտրենք նրան։ Գնացինք։ Ավելի լավ է դու զգամ։ Զգամ այդ ուժը։ Այս խաղը սկսել է դու գալ ինձ։ Ախ, Անաստասիա։ Այսպես հեշտ կլինի քո վերջը տալ։ Ախ, Աստված իմ։ Գոյիտան սիրահարված է Մակոին։ Իմ կարծիքով նրանք հրաշալի զույգ են, ինչ կասես։ Սրտանց կուզեի, որ նրանց մոտ ամեն ինչ ստացվեր, որովհետև Մակոն շատ լավ տղա է։ Գոյիտային հենց Մակոյի նման տղամարդ է հարկավոր, որ սիրի իրեն։ Չես կարծում, որ հնարավոր է։ Աուրելո, ինչ է քեզ հետ կատարվում։ Վենաշապիկդ ինչու հանեցիր։ Դու կմրսես։ Ասա։ Այն ինչ Գոյիտան ասաց ճիշտ է։ Այո։ Ճիշտ է։ Ինչու։ Որովհետև ես էլ եմ նույն բանը զգում։ Ու այլևս չեմ կարողանում դիմանալ։ Չեմ կարողանում։ Ուզում եմ, որ իմը լինես, միայն իմը։ Աուրելո, մի հրիր, թե չեք ընկնեմ, պետք չէ։ Ուզում եմ, որ չմերժես ինձ սիրելիս։ Ասա, խնդրում եմ, ասա, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա։ Ասա, որ դա ճիշտ է, խնդրում եմ։ Ասա, որ իմ մեծ սերը։ Կարդարացնի մեր արարքը։ Դե ասա, խնդրում եմ։ Ասա։ Հեյ, ընկեր, ինչ է քեզ հետ կատարվում։ Խելքդ թրծրել ես։ Տես, հայ, ես կարող եմ քեզ մի լավ ցույց տալ, լսեցիր։ Ես կարողանում եմ պաշտպանվել, եղավ։ Ինչ ես ուզում։ Թող ինձ։ Օգնեք ինձ, օգնեք, օգնություն։ Քեզ ինչ եղավ։ Օվիդիո, շարժվիր, վանականն է։ Միթե չես տեսնում նրան։ Կրակիր, սպանիր նրան։ Օվիդիո, գրողը տան ինչի ես սպասում։ Կրակիր նրան։ Նա մեր ձեռքում է, մենք նրա դիմակը կպատրենք։ Մենք հիմա կիմանանք Անաստասիայի տեղը։ Կրակիր նրան, երիտասարդ։ Ձայնդ կտրիր, ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Դա արդեն իմ գործն է։ Հեռացիր այստեղից։ Ես կխոսեմ նրա հետ, գնա ասացի։ Լսիր, քեզ հետ ինչ է կատարվում։ Դու նրա հանցակիցն ես, այո, նրա հանցակիցն ես։ Ոտքին կրակիր, որպեսզի չկարողանա փախչել։ Լռիր, հեռացիր։ Հեռացիր այստեղից, գնա։ Խնդիրը Օվիդիոն չէ, նրա նման տղամարդու պատճառով ես ինձ անհարմար չեմ զգա, ոչ էլ ինձ մեղավոր կզգամ արարքներիս համար, որովհետև նա ուզում է սպանել ինձ։ Ճիշտ ես անում։ Խնդիրը Ալեքսանդրան է, ինչպես ենք վարվելու քրոջս հետ, ախր նա անհետացել է, նա դեռ քո կինն է համարվում։ Բանն այն է, որ իմ ու Ալեքսանդրայի միջև ոչինչ չի եղել։
Ամուսնության գրքուկը ստորագրելուց բացի մենք ուրիշ ոչինչ չենք արել, ոչինչ։ Այո, բայց դու ամուսնացած ես համարվում, անգամ եթե նա անհետացել է, բայց նա շարունակում է քո կինը լինել, իսկ ես չեմ կարող քրոջս ամուսնու հետ լինել, որովհետև խիղճս կտանջի ինձ, հասկանում ես, չեմ կարող, իսկապես ես չեմ կարող։ Ինչպես մտքովդ անցավ նման հիմարություն անել։ Ներեցեք ինձ, պարոն։ Ես չէի ուզում այդպես վարվել։ Պարզապես երբ հակա այդ շորերը մի տեսակ ոգևորություն առաջացավ ինձ մոտ։ Ցանկացա ինչ-որ մեկին սպանել։ Դրա համար էլ միջանց դուրս եկա, պարոն։ Լավ է, որ քեզ մոտ նման ցանկություն է առաջացել, բայց դու պետք է վերահսկես քեզ։ Այո, Պետք է խնայես նյարդերդ։ Տեսար ինչպես վարվեցիր Կատալինայի հետ։ Հիմա այդ խելագարը երևի ներքևում իրան անցում է սարքել։ այո, պարոն, այո, ներեք ինձ, լավ։ Ներողություն եմ խնդրում։ Ասեք, հիմա ինչ պետք է անեմ։ Լավ։ Անիր այդ շորերը, զգույշ դուրս արի տնից, որովհետև ոչ ոք չպետք է քեզ տեսնի։ Չպետք է ինչ-որ հետք թողնենք։ Այո, շատ լավ։ Խփիր ինձ, ուժեղ խփիր ինձ։ Վստահ եք, պարոն։ Խփիր։ Այո, այո, հիմա։ Բայց այստեղ կանգնեք, պարոն։ Այստեղ։ Պարոն, ներեցեք ինձ։ Ներողություն եմ խնդրում։ Գազը։ Որտեղ է։ Այնտեղ։ Ահա, պարոն։ Փչիր դա արագացրու։ Հետո Օվիդիոն եկավ ու սկսեց վանականի հետ կռվել, իսկ այդ ընթացքում ես այստեղ վազեցի, որպեսզի բոլորին հայտնեմ այդ մասին։ Նրանք հիմա ներքևում են, կռվում են իրար հետ։ Գնացինք։ Եկեք, գնացինք։ Անաստասիա, այստեղ մնա։ Դուրս չգաս։ Աստված իմ, ինչպես է Օվիդիոն կռվում վանականի հետ, եթե հենց նրան էինք կասկածում։ Գրողը տանի, Կատալինան իրավացի էր, վանականը Օվիդիոն չէ։ Ախ, Կլաուդիա աղջիկս, նա վերևում է ու… Որտեղ է նա։ Որտեղ է։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Այստեղ ոչ ոք չկա։ Հիմար նա փախավ։ Աչքերից մեջ գազ փչեց ու հետո էլ մի լավ հասցրեց դեմքից։ Բայց ես համարյա բռնել էի նրան։ Տերին, պաշտպանիր մեզ։ Հանգստացեք, ես կբուժեմ ձեր վերքը։ Հիմա թե կպատրաստեմ ու ձեր աչքերին կդնեմ։ Որտեղ է մայրս Դեմետրիա։ Չգիտեմ, սիրելիս, ես էլ եմ նրան փնտրում։ Խոսելուց ոչ մի օգուտ չկա, պետք է մի բան անենք։ Այդ մարդասպանն իրեն հիմա շատ երջանիկ է զգում, նա այստեղ է, այս տանը։ Եկեք փնտրենք նրան։ Իսկ եթե Մենք հենց հիմա պետք է փնտրենք։ Իհարկե նա այստեղ է։ Որտեղ հենց այս տանն է ապրում։ Այս բան երբ հերոսություն է նայում։ Մի քանի րոպեից էլ քիչնի է ճաշելու։ Պարոն Օվիդիո, ինչ լավ է, որ ժամանակին եք հայտնվել, թե չէ նա կարող էր մի բան անել աղջկաս Կատալինային։ Իսկապես բախտներս բերել է, փառք Աստծո։ Ախ, Մարկո, ես քեզ համար ճաշ եմ պատրաստել, իսկ դու ծաղրում ես ինձ։ Այս ամենը ես միայն քեզ համար եմ անում։ Ինչ պատահես դե լավ գոյիթ է կատակ է անում։ Ուղղակի զվարճանում ենք։ Ինչ նեղացկոտն ես դու։ Դե խոսիր։ Ինչու այդպեսի դեմք ընդունեցիր։ Ինչ պատահեց գոյիթ է։ Դե ասա ինձ ինչ եղավ։ Նեղացար ինձանից։ Ասա ինձ գոյիթ է։ Ինչ եղավ։ ինչ է կատարվում, ինչ իրարանցում է։ Ով կանդ դու դենից բացի։ Ինչ է կատարվում։ Վանական հարցակվել է Օվիդիոյի վրա։ Սկզբից այդ անիծյալն ինձ վրա հարձակվեց, իսկ երբ Օվիդիոն եկավ ինձ պաշտպանելու, նրա վրա հարձակվեց ու նրանք սկսեցին կռվել։ Որդուս, որտեղ է, նա ինչպես է։ Նա լավ է, հիմա խոհանոցում է։ Մի փոքր վնասվածք ունի, բայց լավ է։ Բայց ես այնտեղ մարդ չեմ տեսել։ Ինչ է պատահել։ Ինչու եք վախեցած կանգնել։ Կարծես թե վանական Օվիդիոյի վրա է հարձակվել։ Օվիդիոյի անհնար է։ Իսկ ինչու ես ասում անհնար է ընկեր, ասացի դետևում մի բան կա, որովհետև ես ներկա էի ու հենց իմ աչքով տեսա նրան։ Սպասիր։ Նորից կասես, որ վատ բան ենք անում։ Ոչ, գոյիտա, ոչ։ Հարցը դա չէ։ Ախր ինձ այդպես մի մոտեցի։ Չէ որ ես տղամարդ եմ, ես պողպատից չեմ։ Ես նույնպես սիրտ ունեմ, հասկանում ես։ Արի այստեղ գոյիտա։
Արի այստեղ, արի։ Ինչու տխրեցիր, վատ բան արեցի։ Լսիր Գոյիտա։ Սա հաճելի տխրությունը։ Ուղղակի ինձ ցավ է պատճառում սիրել քեզ։ Գիտես ինչ Գոյիտա։ Ասես այս սամանը ֆիլմից ինչ-որ հատված լինի։ Երբ սիրային տեսարան է պատկերվում։ Կամաց սկսում է լսվել երաժշտությունը։ Այ հիմա քո ասերով այդ մեղեդին տխուր է։ Բայց այն բավական քաղցր է հնչում։ Այնքան որ ուզում եմ լաց լինել։ Փոքրիկ աղջկա նման։ Բայց ինչու պետք է լաց լինես, եթե ես սիրում եմ քեզ։ Որովհետև երջանիկ եմ։ Որ տեսնում եմ քեզ, այդ զգացումը միանգամից սպառում է ինձ։ Եվ ես ամբողջովին կնավում եմ դրա մեջ։ Բայց երբեմն թվում է, թե դու ինձ չես սիրում։ Ոչ մի նման բան։ Դու շարաչար սխալվում ես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Եվ տեսնում եմ քեզ։ Մտածում եմ, որ արժեր այն տառապանքը, որ այդքան ժամանակ տառապեցի բանտում, որովհետև այդտեղ ես դուրս գալով ճանապարհն ինձ քեզ մոտ բերեց։ Սիր Գոյիտա։ Ճակատագիրը կարծես թե ուզում էր, որ մենք անպայման հանդիպեինք։ Ուրեմն ինձ քեզնից մի հեռացրու Մակո։ Միշտ իմ կողքին եղիր, ինձ մոտ մնա։ Խնդրում եմ մի գնա։ Արի անենք այն, ինչը նորմալ տղամարդն ու կինն են անում։ Շնորհավորում եմ։ Դու գնալով մոտենում ես վանականին։ Կամ ավելի ճիշտ, վանականն է քեզ մոտեցել։ Զուր ժամանակ մի վատնիր Լեոն, որովհետև հեգնանքդ ու չար մտադրություններդ ինձ վրա բնավ չեն ասում։ Այդ վերաբերմունքը քեզ ոչ մի բանում չի օգնի Աուրելիոն, դու պետք է ընդունես, որ հորս տված հանձնարարությունները չափազանց բարդ են քեզ համար։ Եթե դու ամեն ինչ այդքան լավ գիտես, ուրեմն ինչու ինքդ չես բռնում վանականին։ Խնդրում եմ, զուր ժամանակ մի վատնիր, վանականին չես բռնի։ Շատերն են վանականին օգնում, նա մենակ չի գործում։ Ալեքսանդրա, ավելի լավ է աղջկան տար այստեղից, թող չլսի այս ամենը։ Իսկ դու որտեղից գիտես, որ վանականը մենակ չի գործում։ Լեոն իմ սենյակը գնա։ Հորդ հետ ինչ որ բան է պատահել, նրան քո օգնությունն է հարկավոր։ Արագացրու։ Իհարկե։ Աուրելիո, մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել վանականին։ Նույնիսկ ես։ Չէ՞ որ առանց դիմակի վճոք չի կարող պապիկի հետ վարվել այնպես, ինչպես այդ անձնավորությունն է վարվում։ Մտածիր այդ մասին, փորձառու հետախույզ։ Մակո, Պիան ինձ բացատրել է, թե ամեն ինչ ինչպես է լինում, իսկ Ալեքսանդրան այսօր ասաց, որ դրա համար առաջին հերթին պետք է սիրես, իսկ ես քեզ այնքան եմ սիրում։ Այո, Գոյիտա, բայց երբեմն սերն էլ բավական չէ։ Ինչ ես ուզում ասել։ Բացատրիր, Մակո, ես ոչինչ չեմ հասկանում։ Դու հենց նոր ասացիր, որ սիրում ես ինձ, ուրեմն էլ ինչ։ Գոյիտա, ես քեզ շատ եմ սիրում, ավելին քան դու կարծում ես։ Ես քեզ իմ ամբողջ հոգով ու սրտով եմ սիրում։ Ես ոտքից գլուխ սիրի հարված եմ քեզ, ու հենց այդ պատճառով էլ Գոյիտա։ Դրա պատճառով էլ Գոյիտա։ Չեմ կարող նման բան անել, հասկանում ես ինձ։ Պարզվում է այդ սրիկան չէ վանականը, տեսնում ես, որ ասում էի։ Իսկ դու չգիտես, թե ով է նա, չտեսար նրա դեմքը։ Ոչ, բոլորովին չտեսա։ Բայց գիտես ինչ, իմ կարծիքով վանականը տղամարդ է։ Նա տղամարդ է, դե իհարկե, որովհետև կինն այդպես չէր կարող Օվիդիոյին հարվածել, այնպես չէ։ Դե չնայած ես կարող էի։ Ես, այո, կարող էի, հաստատ։ Լավ, արի գնանք։ Գոյիտան տանը մենակ է մնացել Մակոյի հետ, իսկ դա ինձ բոլորովին դուր չի գալիս, գնացինք։
Այո, գնացինք։ Դու այստեղ մնաս սիրելիս։ Արի աղջիկս, արի։ Էմիլիա։ Նա այնքան հիմար է, որ հնարավոր է կանգնի ու ավտոբուսի սպասի։ Կոնստանսայի աղջիկն է, չէ՞։ Էй, բավական է, Նիկոլաս, ինձ մի նյարդայնացրու, բավական է նկարես։ Ինչու վատ բան կա դրանում։ Ու շատ գեղեցիկ ես նայվում։ Իհարկե ես գեղեցիկ եմ։ Չգիտեմ որ մասն է քեզ դուր գալիս, բայց եթե քեզ դուր է գալիս այն ինչին աչքդ տնկել ես։ Չեմ ասի թե ինչ չեմ նայում, բայց այն որ ինձ այս մասը շատ է դուր գալիս, հաստատ է։ Լսիր Նիկո։ Նկատել ես, որ մենք անտառում մենակ ենք։ Դե ուզում եմ ասել, մտքովդ ոչինչ չի անցնում։ Մտքովս շատ բան է անցնում, բայց նախ պետք է Էմիլիային փնտրենք։ Եթե չես ուզում հիվանդանոց գնալ Աքվիլես, գոնե Լեոնին ցույց տուր, թե ինչ է քեզ հետ կատարվել։ Բացիր, ցույց տուր։ Մայրիկ ասաց, որ լավ չես զգում քեզ, ինչու՞մն է բանը։ Մայրիկդ շատ է խոսում, ուշադրություն մի դարձնում, չափազանցնում։ Չափազանցնում եմ ոչ մի նման բան։ Լսիր Լեոն, բանն այն է, որ հայրիկի տաբատի շղթան փչացել էր ու այն վերև բարձրացնելու ժամանակ նա վնասել է։ Ինչպես է։ Հարգիր ինձ Բրոմելիա։ Իսկ հիմա նա չի ուզում ցույց տալ քեզ, բայց ասեմ, որ սևացած էր։ Իսկ եթե ինձ հարցնես, արդեն փտել էր։ Դու երևի հենց դա էր ուզում, որովհետև վերջերս ես անտարբեր եմ դարձել քո հանդեպ։ Սրանից հետո քեզ հետ կապված ոչինչ ինձ չի ուզի։ Իսկ եթե երազում ես ինձ ոչինչ չես ստորացած տեսնել, ասեմ որ դա երբեք չի լինի Բրոմելիա։ Լավ, ներեցեք ինձ։ Լսեք, վերջացրեք։ Մարիկ, թույլ ես ինքս օգտանամ հայրիկի մասին։ Խնդրում եմ հանգստացիր։ Շնորհակալ։ Նորից եմ ասում, այն արդեն փտել է։ Մայրիկ։ Ուշադրություն մի դարձրու նրա վրա։ Ուշադրություն մի դարձրու Լեոն։ Ոչինչ չի եղել։ Լուրջ եմ ասում։ Բայց ես քեզ մի քանի հաբեր ու նաև քսուկ կտամ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հայրիկ, վանականը մի քանի րոպե առաջ տանն է եղել։ Չգիտեմ, դու ոչինչ չես նկատել, ոչինչ չես տեսել։ Վանականը։ Այո, վանականը։ Այս ժամին, օրը ցերեկով չի կարող պատահել։ Դա հնարավոր չէ, Լեոն։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ